Խնդրում եմ ձեր աղջիկներին, ձեր ջահել հարսերին, ձեր թորներին, ձեր կանանց սովորացրեք Աստվածամոր շնորհքով հագնվեն, առաջի հերթին մեր խոնարհություն արտահայտման մեր հապու կապով։ Հիմա սրտերն ընկել են, այ չգիտեմ, դուք ձայնագրում եք այս բանը, ես ուզում եմ որ մարդիկ լսեն։ Ես գալիս եի Հայաստան, ասում եմ սրտերն ընկել են, երևի մի քիչ շնորհքով հագնված կնեն, բայց դուրս ես գալիս, աղջիկները այնքան քիփ են հագնված, որ չես իմանում վրան շոր կա թե չկա։ Ամոթ է, պետք է մարդիկ իմանան, եւ տղամարդիկ մենք էլ չհանդուրժենք, կամ Facebook-ներում նայում ես սոցիալական ցանցերում, տղամարդը կանգնած է, կինը կողքը կանգնած, կիսամեր, որ տղամարդը այդ բանը դնում է իր բանին, Facebook-յան էջին, չի ասում համար, ամոթ չունեմ, բան չունեմ, ալամաշխարհը նայում է քո կնդան։ Այս բանը մենք պետք է իմանանք, ամոթ, ապուր, հետ պետք է գանց այս բաները։ Տղամարդկությունը չի մահացել, եւ ավասիկ Աստվածամոր օրինակը մեր ամեն մի աղջկան, երիտասարդ աղջկան կամ տարիքով կնոջը օրինակ պիտի լինի։ Ես տարիներով մեծացել եմ, գյուղ եմ գնացել, տատիկիս մազերը չեմ տեսել մի անգամ, որովհետև ամբողջ ընթացքում գլխաշորով էր այդ կինը ման գալիս։ Մի անգամ հիվանդ էր, հորքուրներս մազերն էին արձակում, որ չգիտեմ դեղ պետք է տային թե ինչ, ասեցի ինչ տատիկիս մազեր ունի, չէի տեսել այս բան, բայց ինչքան ենք մենք ընկել, դրա համար ինչքան կարևոր է Աստվածամորն ունենալ որպես սրբության եւ խոնարհության օրինակ։ Սա է հիմնական դասը, որ մենք սովորում ենք այսօր սիրելի ժողովուրդ այս տոնից։